Կվերադարձնի Ալիևը գրեթե ամեն օր ադրբեջանական համարող Հայաստանից օկուպացրած տարածքներ, այդ թվում այդ երկրի տարածքում մնացած հայկական Արցվաշենը։ Դեռ ադրբեջանական կողմից պաշտոնական մակարդակով չեն արձագանքել։ Ադրբեջանի դիրքորոշումը մենք գիտենք իրենց պետական մարմինների դիրքորոշումներից, որտեղ նրանք անընդհատ կիրառում են ռազմական հռետորաբանություն, սպառնալիքներ, որ եթե օրինակ մեր ուզածով չանեք, մենք դա ուժով կլուծենք այդ խնդիրը։ Ըստ քարտեզագրի, ի սկզբանե սահմանազատման գործընթացը սխալ հունով է ընթացել։ Շահինյանը համարում է, որ սահմանազատումը պետք էր սկսել Սյունիքի եւ Վայոց ձորի հատվածներից։ Սակայն դա չսկսվեց, քանի որ Ադրբեջանը այդտեղ ուներ զավթված տարածքներ, մեր գնահատականով մոտ 240 կիլոմետր, եւ չցանկացավ դրանք վերադարձնել։ Հիմա մեզ համար բավականին մեծ հարց է. արդյոք Ադրբեջանը պատրաստվում է ամբողջությամբ վերադարձնել այն տարածքները, որոնք զավթվել են ներքին հանդի հատվածում, Սև լճի հատվածում, Խոզնավարս ծոտքի հատվածում, Ջերմուկի հատվածում։ Ադրբեջանը չի խոսում վերադարձվող տարածքների մասին։ Ադրբեջանը միշտ խոսում է, թե ինչ պետք է իրենց տան։ Ըստ քարտեզագիրների Հայաստանի պետական քարտեզներում որևէ անկլավ գոյություն չունի եւ դրանց իրավական հիմքն էլ մինչեւ օրս հայտնի չէ։ Այս հարցին պետք է այլ տեսանկյունից անդրադառնալ։ Արդյոք տվյալ անկլավային տարածքների գոյությունը իրավական է, որովհետեւ մենք ունենք արխիվային փաստաթղթեր, որտեղ կա ապացույց, որ Արցվաշենը երբեք էլ չի եղել անկլավ, քարտեզագրողները եւ մասնագետները ուսումնասիրել են արխիվները խորհրդային։ Այնտեղ չեն հայտնաբերել փաստաթուղթ, թե ինչպես են առաջացել Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավներ։ Նիկոլ Փաշինյանն էր հայտնել, որ Հայաստանին չպատկանող տարածքները պետք է վերադարձնել Ադրբեջանին, Ադրբեջանն էլ իրեն չպատկանող տարածքները պետք է վերադարձնի Հայաստանին։ Կամ էլ ըստ Փաշինյանի համարժեքության սկզբունքի հիման վրա հանրաքվեով որոշակի տարածքների փոխանակում իրականացվի այն տրամաբանությամբ, որ Հայաստանի տարածքն անխախտելի մնա։ Հայաստանը անկախացել է սովետական Հայաստանի սահմաններից։ Եթե Ադրբեջանը ասում է ես անկլավներ ունեմ խորհրդային միության վարչահինավական բաժանումներով, ուրեմն փոխադարձության սկզբունքով նույնն էլ Հայաստանը կարող է պահանջել, թե ուրեմն Արցվաշենն Հայաստանի տարածքն է։ Պրեամբուլը եթե նայենք, ստացվում է դա Հայաստանի տարածք է։ Ըստ քարտեզագրի Ադրբեջանը չի համաձայնելու Հայաստանի հետ տարածքներ փոխանակել։ Այստեղ կարող է ի հայտ գալ երկու գործոն, որոնք երկու դեպքում էլ Հայաստանի համար ձեռնտու չեն։ Եթե Հայաստանի վերահսկողության տակ գտնվող այսպես կոչված անկլավները դրվեն Ադրբեջանի դեպքում մեր մոտ է խնդիր առաջանալու եւ կոմունիկացիոն խնդիր առաջանալու, այսինքն մեր ճանապարհներ, որոնք անցնում են այդ տարածքներով, եւ խնդիր առաջանալու նաեւ այդ տարածքներ ադրբեջանցիների մուտք գործել, մուտք ու ելքի հարցը առաջանալու։ Արտվաշենը իր մակերեսով ավելի մեծ է, քան Տավուշի մարզում գտնվող երկու այսպես կոչված անկլավները միասին վերցված, բայց 3, եթե Տիգրանաշենը դրան ավելացնենք, կարծեմ ավելի փոքր է մակերեսով դառնում, քան թե 3-ը միասին, բայց այդտեղ տարբերությունները գնում են մի քանի քառակուսի կիլոմետրի։ Աշխարհում կան պետություններ, որոնց միջև օրս գոյություն ունեն անկլավային տարածքներ, օրինակ Ֆրանսիան եւ Իսպանիան, սակայն այս երկրները նույն մաքսային տարածքում են, չունեն վիզային ռեժիմ եւ այդ առումով անկլավային հարցեր չեն քննարկում։ Օրինակ Բելգիայի եւ Նիդերլանդների միջև անգամ այնտեղ ավելի աբսուրդ է ասում, կան որ օրինակ մի տունը մի պետություն է, այլ տունը այլ պետություն է։ Հետխորհրդային տարածքներում եւս սահմանազատման գործընթացներ են տեղի ունեցել։ Քարտեզագիր Շահինյանը բերում է Բալթյան երկրների օրինակը։ Այդ երկրները եւս սահմանները ճշգրտել են։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։